Сегодня Захарова на пресс-конференции призналась, что 30 лет Россия обманывала Армению, что 30 лет Россия предавала Армению, что 30 лет Россия за спиной армян интриговала с азербайджанцами. Цитирую. Захарова подчеркнула, что Россия на протяжении 30 лет, как сопредседатель Минской группы, последовательно добивалась разумного баланса, одновременно уважения территориальной целостности Азербайджана и защиты прав армянского населения Карабаха. Вот и все. 30 лет Россия за нашей спиной торговалась с нами и хотела сделать того. 30 лет Россия за нашей спиной торговала Арцахом за территориальную целостность Азербайджана. Сама Захарова сказала, мы добивались 30 лет, чтобы Арцах был признан частью Азербайджана, якобы с защитой прав армян. Они и сейчас говорят, возвращайтесь, вам будет хорошо. Алиев обещает защищать ваши права. 30 лет Россия, как сопредседатель, добивалась признания Арцаха, как она говорит, Карабаха, как неотъемлемой части Азербайджана. Ռուսապաշտ է, դուք ոնց մեր տունը քանդեցիք, դուք ոնց մեզ զրկեցիք Արցախից, ռուսապաշտներ, այսօր Զախարովան ասեց ձեզ, 30 տարի պայքարել են, որպեսզի Արցախը համարվի Ադրբեջան, 30 տարի, դուք ձեր կյանքը, ձեր հողերը տվեցիք, որ Ռուսը ձեր փոխարեն հարցերը լուծի, որտև ռուսը մեր լավն է ուզում, մենք մեր մեջ իրար ուտենք, դու դավաճան ես, չէ դու դավաճան ես, չէ նա է դավաճան, իսկ ռուսը մեզ կփրկի, իսկ ռուսը 30 տարի բերանացի ասեց, ու դոկումենտներից էլ տեսանք, 30 տարի ամեն ինչ արել է, որ ճանաչեն Արցախը, Ադրբեջանի մաս, իբր թե հայերի օրենքները, իրավունքները օրենքով պաշտպանեն։ Անուշ Ապետյանի օրենքները պաշտպանեցին, երբ որ ռուսական բազան է մեր երկրում, այդ տենց էլ ուզում էին, որ ամբողջ արցախցիների, Արցախի օրենք, նենց եմ ներվայնացած, հայերեն բառերն եմ մոռանում եմ, նես չի, որ լավ էլ գիտեմ, պատկերացնում եք, Իչքան հենց նոր եմ լսել, 2 վայրկյան առաջ եմ լսել ու անջատել եմ ու խոսում եմ, հələ մեջս այսենց սաղ, որ ասեմ շոկի մեջ եմ, են ինչ որ ես վերջի 20 տարին ասում եմ, են ինչ որ ես ասում եմ հայեր, մենք ինքներս պետք է մեր հարցերը լուծենք, մենք ինքներս պետք է բանակցենք Ալիևի հետ ու նապրիմույու ու Ֆրանսիայի օգնությամբ, բայց ռուսների չէ, դուք ձեր կյանքը Արցախցիներ, դուք իչքան եք իմ հետ կռվել, Արցախի կանայք, լաչարության ապագեյներ, ձեր նման մեկ էլ վրացուհիներն են, մեկ էլ իրանք են ձեր նման լաչար, այդ ձեր ու իրանց լաչարությունից թողու փախի, դուք մի կուչկա լաչարներով ինչ էիք անում ինձ, հիշում եք, որ ես ձեզ գրում էի դրա մասին, ինձ Արցախ խմբում եք, ինչ էիք անում դուք, ամբողջ կոդլայով հարցակվում էիք իմ վրա, վերջի բառերն էիք ասում, ու ասում եք, որ ես ռուսաֆոբ եմ, ես ուզում եմ, որ ձեզ ծախենք, ձեզ ռուսները ուզում են փրկեն, իսկ ես ամեն ինչ անում եմ, որ հանգարց ձեզ չփրկեն, իսկ ես տեսնում էի, ես սենց նայում էի իրանց արածները, ու աչքիս առաջ էր, մաքուր, ես չգիտեմ, ինչի դուք չեք տեսնում այդ պարզ բաները, պարզ տեսնում էի, որ իրանք էտնամ, թե չէ ինչ ունեմ ես իրանց դեմ,
Ռուսախոս հայ եմ ես։ Ինչ ունեմ ես կոնկրետ իրանց դեմ ոչ մի բան, այս ունեի։ Այն ինչ ինձ դարձրեց ռուսաֆոբ, այս էր։ Այս էր, որ ես 20 տարի բաց գրքի պես կարդում էի։ Ասում էի ձեզ, իսկ դուք ռուսաֆոբ ես, դու ինչի վրա ես աշխատում, Սորոսի վրա ես աշխատում, դու Անգլիայի թագուհու վրա ես աշխատում, հենց այնպես չեմ ասում, մի հատ կին իրանցից, այդ էլ մեծահասակ, մի 70 քանի տարեկան կին էր, բառացի գրել էր, որ ես ասեցի ես Անգլիայի քաղաքացի եմ, ասում է տեսակ, որ ես ասում էի, որ ինքը Անգլիայի թագուհու վրա է աշխատում, ինքը ագենտ է, իրան ուղարկել են, որ մեզ ռուսների հետ կռվի, որ Արցախը կոտորվի։ Պարզ տեսնում էի, նայում էի սենց, տեսնում էի։ Բաժակ չէի նայում, կարճ չէի գցում, սենց իրանց գրածներն էի նայում, իրանց խոսացածներն էի նայում էի իրանց աչքերի մեջ։ Իրանք որ խոսում են, ես աչքեր էի կարդում։ Նենց չի, որ ես կանաչ աչքերով ռժվալոսի սկարպիոնշա եմ, ես նայում էի աչքերի մեջ ու կարդում էի իրենք ինչ են ասում, ես լսում էի իրանց բառերը ու թարգմանում էի ձեզ ռուսերենից ռուսերեն ու ասում էի, սա նշանակում է, մենք տալիս ենք Արցախը, մենք էդ ենք իրանց հետ բանակցում, ոչ մի ուրիշ բան չենք բանակցում, ասում եք ռուսաֆոբ ես։ Ռուսաֆոբ եմ, իհարկե, այդ բանից դառա ռուսաֆոբ, մինչև այդ ձեր նման ռուսաֆիլ էի, բայց երբ որ նայեցի իրանց արածները, իրանց գրածները, իրանց խոսածածները, իրանց աչքերի մեջ նայեցի, հասկացա իրանք հայացյաց են, հասկացա, որ իրանք արմենաֆոբ են, հասկացա, որ իրանք տուրկալուբ են, հասկացա, որ իրանք թուրքերի տակ են պարկած շուտվանից, Նինոյի պես, Ալիի պես, Նինոյի պես, ոնց որ Ալիի տակ, տենց էլ իրանք թուրքերի տակ, ու հասկացա ինչ ա գալու մեր գլխին, ձեր գլխին ու մեր գլխին ձեր պատճառով։ Ու ասում եք չէ, դու ռուսաֆոբ ես։ Հիմա ինչ եք ասում։ Էլի մեզ եք, չէ։ Հիմա էլ երևի ինչ-որ մի բան է գտե, որ մենք ժամանակին չասեցինք ձեզ, ճիշտ ձևով չասեցինք, չեկանք, չխնդրեցինք, չաղաչեցինք, ինչ կարաք հիմա։ Հիմա ինչ կասեք, այ հետաքրքիր է ռուսաֆիլներ։ Ռուսաֆիլ չէ, դատարկա գլուխներ։ Հիմա ինչ կասեք։